կարծում եմ, որ երբ մենք խոսում ենք ռազմավարական ինքնավարության մասին, Մարկը շատ լավ ձևակերպեց դա իր ելույթում, որտեղ ներկայացնում էր ոլորտները կետարկետ, որտեղ մենք խոսում ենք ռազմավարական ինքնավարության մասին, որովհետև այստեղ միայն անվտանգության պաշտպանության մասին չէ եւ էներգետիկայի մասին չէ, այլև բաղադրիչները առանցքային են, այդ թվում նաեւ պարանային ասպեկտները, բայց մենք պետք է խոսենք դիեզերքի, ինչպես նաեւ կիսահաղորդիչների մասին, որովհետև անհրաժեշտ է ապահովել կայուն ռազմավարական ինքնավարություն եւ պաշտպանության ոլորտում, որովհետև երբ մենք խոսում ենք օրինակ կիսահաղորդիչների մասին, եթե դու կախվածություն ունես այլ երկրներից, ապա անհրաժեշտ է դիտարկել գլոբալ տնտեսության ինտեգրումը եւ մեր ամբողջական նորարարական համակարգը, որովհետեւ մեր ռազմավարական ինքնավարության ձևավորումը պահանջում է շատ ավելի մեծ կենտրոնացվածություն այն հիմնասյուների վրա, որտեղ մենք ունենք գերկախյալություններ եւ իհարկե նաեւ փոխանցած տարիների ընթացքում մենք փորձառեցինք այս գերկախյալության արդյունքները COVID-ի ժամանակ, երբ մենք խոսում ենք դիմակների մի շարք բժշկական միջոցների մասին, ինչպես նաև Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, բացահայտեց մեր գազի Ռուսաստանի գազից ունեցած գերկախյալությունը։ Մենք փորձառում ենք մեր գերկախյալության ծանրությունը, երբ խոսում ենք ամերիկյան հովանոցի մասին, մեր պաշտպանության եւ անվտանգության մասին, սա սենյակում գտնվող փիղն է, Մարկը խոսեց դրա մասին, որովհետեւ նա ավելի մոտ է զգում իրան եվրոպացիներին, քանի որ մենք միասնական ենք եւ հասկանում ենք, որ պետք է ավելի միասնական լինենք, որովհետեւ սա կասկածի կամ հարցականի տեղիք չէ, որ երբ մենք խոսում ենք այն մասին, որ իհարկե ամերիկյան համերաշխության մասին կասկած չկա այս բոլոր ոլորտներում եւ մենք հավանաբար փորձառում ենք նաեւ Չինաստանի նկատմամբ մեր գերկախյալության ճնշումը եւ հետեւաբար մեծ խնդիրը, որ մենք ունենք այս պահին հետեւյալն է, որ մենք ճգնաժամերից եւ պատերազմներից անդին մենք ունենք շատ լուրջ ռիսկազերծման ռազմավարություն, որը պետք է իրականացնենք, որը շատ ավելի մեծ ներդրում եւ համակարգում է պահանջելու եվրոպացիների շրջանում եւ եկեք հստակ լինենք, դրա համար անհրաժեշտ է ավելի մեծ համերաշխություն, ավելի շատ ներդրումներ, ավելի լավ կազմակերպվածություն, որպեսզի մենք կարողանանք ավելի լավ ինտեգրել մեր արժեշղթաները իրար եւ ռիսկազերծենք մեր արժեշղթաները աշխարհաքաղաքական իհայտ եկող կամ որոշակվող սպառնալիքների դեմ։ Մենք պետք է տեղայնացնենք որոշ արտադրություններ մեր շրջանում, մենք պետք է բազմազանեցնենք մեր գործընկերությունը, նվազեցնելու մեր գերկախյալությունները, բայց սա է մոտեցումը եւ սա է, որ մենք պիտի իրականացնենք առաջիկա տարիների ընթացքում։ Հիմնական ռիսկերից մեկը, որ ունենք, առճակատումների արագացումն է, հատկապես ԱՄՆ եւ Չինաստանի միջեւ, ինչը կարող է շատ ավելի արագ ընթացքով բացահայտել այս կախյալությունները եւ մենք կհայտնվենք անկյունում։ Այս ասելով կարծում եմ մենք ունենք մի շարք ակտիվներ, առավելություններ, որոնք մենք ամենայն հավանականությամբ թերագնահատել ենք եւ սրանք հիմնական կապերն են, որոնք աշխարհագրականից անդին են եւ իսկապես կարծում եմ, որ ժողովրդավարությանը ուղղված մեր հավատամքը, կանոնների վրա հիմնված աշխարհակարգը, ինչպես նաեւ բաց եւ ազատ առևտրի նկատմամբ հարգանքը, կլիմայի փոփոխության նկատմամբ հավատքը, նորարարության եւ լուծումների միտված մոտեցումներով ավելի սերտացնում է մեզ եւ բարձրացնում է մեր կանխորոշելիությունը այս օրակարգին արձագանքելու համար եւ սա շատ լուրջ առավելություն է ի հակադրություն շատ այլ ոչ եվրոպական դերակատարների նկատմամբ, որպես դիտարկմծոցի երկրները, ասիական երկրները, լատինամերիկյան եւ աֆրիկյան երկրները նրանք ուզում են կանխատեսելի գործընկերներ ունենալ եւ երբեմն մեր շահերը կայացած համապատասխան չլինեն, բայց եթե մենք մեր օրակարգը իրականացնում ենք որպես կանխատեսելի, սա իմաստ կունենա։ Կարծում եմ այստեղ մենք շատ կարևոր դերակատարում ունենք նաև Հորմուզի ջրանցքի հետ կապված իրավիճակում եւ Ջորջյան մեզ հետ էր, երբ մենք կազմակերպեցինք մեր այս վերջին հանդիպումը, մենք շատ ասիական եւ աֆրիկյան երկրներ ունենք եւ ծոցի երկրներ ունենք եւ շատ տպավորիչ էր տեսնելու նրանց մասնակցությունը եւ նրանց օրակարգերի համաձայնեցվածությունը եւ կարծում եմ, որ վստահաբար մեզ վստահում է ԱՄՆ-ն, բայց մեզ հարգում են եւ վստահում են նաեւ իրանցիները։ Իհարկե մենք միամիտ չենք Իրանի հետ կապված, բայց նաեւ չենք պատերազմում նրանց հետ, ինչը ստեղծում է մի համատեքստ, որտեղ այս ամենը փոխկապակցվածության մեջ կարող է նշանակել, որ մենք կարող ենք ծառայություններ մատուցել դիվանագիտական, տնտեսական, ֆինանսական իմաստով, որպեսզի կարողանանք դյուրացնել Հորմուզի ջրանցքի
բացումը եւ բացառևտուրը եւ սա ռազմավարություն է, որտեղ ացաշաբաթվա ընթացքում մենք ունեցանք Լոնդոնում հանդիպում եւ հիմա մենք այդպիսի իրավիճակ ենք, որտեղ մենք կարող ենք դյուրացնել այսպիսի բացումը, ինչը մեզ դնում է այդպիսի իրավիճակում, որտեղ մենք կարող ենք լինել վստահելի գործընկեր եւ կարող ենք ունենալ այս բաց ճանապարհը։ Ես իսկապես կարծում եմ, որ սա մեր առավելություններից մեկն է, բայց բացի դրանից ես կարծում եմ, որ մեր հետաքրքրությունը հետեւյալն է, որ մենք պետք է նվազեցնենք ռիսկերը տարբեր հաստատություններում, պետք է շարունակենք ամբողջական համերաշխության մեջ համակարգված լինել եւ Ուկրաինան ամենաթեժ թեման է, բայց պետք է միասնաբար աշխատենք այս օրակարգի միտված ռազմավարական ինքնավարության ձեռք բերելու ընթացքում եւ կարծում եմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի հետ կապված Նիկոլի տեսանկյունը շատ տպավորիչ է, եկեք ազնիվ լինենք 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա եւ այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է, որովհետեւ 8 տարի առաջ այս երկիրը շատ սաղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արմանյակ եւ Նիկոլը կազմակերպեց Թավշյա հեղափոխությունը եւ այն որոշեց ապառիսկայնացնել երկիրը եւ շահեց դրա արդյունքում եւ այն որոշեց, որ խաղաղությունը եւ Եվրոպան առաջնային ձգտումն են եւ այն դիմադրությունը, որ կա Ուկրաինայում, Հայաստանի ռազմավարությունը, այն ինչ որ արվեց ու Մոլդովայում, ինչպես նաեւ շատ այլ երկրներում, որոնք նստած են այս սեղանի շուրջը, ցույց է տալիս, որ մենք որպես եվրոպացիներ մենք որոշել ենք անցյալ մի քանի տարիների ընթացքում մի ազանգ հնչեցնել միասնաբար զարթոնքի համար եւ հենց ռազմավարական ինքնավարությունը հենց այսպեսի մեծ ուժի միտված